58 անշարժ գույք, շուրջ 6 միլիարդ դրամ։ Սամվել Մայրապետյանին վերագրվող ենթադրյալ ապօրինի գույքն ու դրամական միջոցներն են, որը դատախազությունը պահանջում է բռնագանձել Հոգհուտ պետության։ 58-ից այս պահին հայտնի է 13-ի միջին շուկայական արժեքը, ավելի քան 7 միլիարդ դրամ։ 58 անշարժ գույքը իր մեջ ներառում է շուրջ 40 անշարժ գույք Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանում, որոնցից ըստ էության 20-ը գտնվում են Հյուսիսային պողոտայում, 4-ը Տերյան փողոց 66 հասցեում են գտնվում, մի մասը Բայրն հասցեում, ինչպես նաև Ծաղկաձոր համայնքում եւ Հրազդան քաղաքում եւս ներառված են որոշակի գույքեր։ Դատախազության պահանջում նաև 10 իրավաբանական անձանց մասնակցության բռնագանձումն է։ Դատախազը հայտնի ընկերություններից մի քանիսն է թվարկում։ Այս ընկերությունների ցանկում ներառված են Toyota Երևան ՍՊ ընկերության բաժնեմասի բռնագանձումը, Progress Armenia ՍՊ-ի, Local Developers ՍՊ-ի, հայկական երկրորդ հեռուստաալիք ընկերության բաժնեմասի բռնագանձման պահանջները։ Ներկայացված հայցադիմումում, սակայն դատախազությունը պատրաստվում է փոփոխություններ կատարել, որը կներկայացվի հաջորդ նիստում։ Ըստ այդ փոփոխության կավելանա անշարժ գույքերի թիվը, 58-ին կգումարվի եւս 4-ը։ Եվ դրամային պահանջն է աճելու 6 միլիարդ 500 հազար դրամ է շուրջ լինելու։ Փոփոխությունը պայմանավորված է իրավասու մարմնի կողմից նոր տվյալների ստացման հանգամանքով, այն է Սամվել Մայրապետյանի կողմից պաշտոնատար անձ լինելու հանգամանքի վերաբերյալ լրացուցիչ տվյալներ են ստացվել եւ ապօրին ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի շրջանակում Սամվել Մայրապետյանը հանդիսացել է պաշտոնատար անձ, որը նաև հայտարարատու պաշտոնատար անձ է 1996 թվականից եւ այս լրացուցիչ տվյալների համատեքստում իրավասու մարմինը կատարել է վերահաշվարկ եւ ըստ էության վերահաշվարկի արդյունքում է ներկայացվել հայցի հիմքի առարկայի փոփոխությունը։ Դատախազի խոսքով այս փոփոխությունները նաև բարձր դատանի որոշման համատեքստում են արվում։ Երկու նպատակ է ամրագրված Սահմանադրական դատանի որոշմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակ եւ հանցավորության դեմ պայքարի նպատակ։ Այս երկու նպատակներն էլ մեկտեղված են այս վարույթում եւ ըստ էության փոխլրացնելով վարույթը իրագործվելու է այս նպատակների համատեքստում։ Իրավասու մարմինը Մայրապետյանից պահանջում է նաև շուրջ 3 միլիարդ դրամի փոխառության պահանջի իրավունք։ 2020 թվականից հետախուզման մեջ գտնվող Մայրապետյանի եւ նրան փոխկապակցված անձանց գույքի ու դրամական միջոցների վրա կալանք է դրված։ Նրա փաստաբանները առարկում են հայցի դեմ, առարկեցին նաև նիստը տեսանկարահանելու դեմ։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, լուրեր։